Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդերանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության, այսօր իմ զրուցակիցն է միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Պարոն Սաֆարյան, սկզբում այսպիսի մի ռեմարկ անեմ, հա, գիտեք երևի այն անեկդոտը, որ երկու քաղաքագետ իրար հանդիպում են, մեկը մյուսին հարցնում է, ասում է՝ դու հասկանում ես ինչ է կատարվում, ասում է՝ հիմա կբացատրեմ։ Ասում է՝ բացատրել ես էլ կարող եմ։ Հասկանում ես, թե չէ, հիմա ինչ է կատարվում Հայաստանում Հայաստանում։ նախընտրական շրջան է եւ արդեն ավելի պակաս քան 1 տարի ժամանակ է մնացել, փաստացի քարոզարշավը մեկնարկած է եւ ավելի շուտ է մեկնարկել եւ իշխանության համար պայքարը գնալով սրվում է, սա մեկ։ Երկրորդը Հայաստանում մեր ռազմավարական դաշնակիցը եւ նաեւ Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայրենակիցներ քանիցս փորձեր արեցին ճանկելու, զավթելու պետությունը, ձախողվեցին։ Այդպիսի փորձեր արեց նաեւ Հայաստանի նախկին իշխանությունները անցած 4-5 տարիներին, օգտագործելով բոլոր հնարավոր անհնարին պատկերացնելի, անպատկերացնելի մեթոդներ, այդ թվում Արցախի դեմ դավադրություն կազմակերպելով, Արցախի հայաթափմանը անուղղակի նպաստելով, բայց տապալվեցին եւ հիմա եւ գալիք ընտրությունները եւ նաեւ այս շրջանը էական են համարում իշխանությունը տապալելու, պետությունը զավթելու համար։ Սա երկրորդ բանը, որ կատարվում է Հայաստանում, երրորդ բանը, որ կատարվում է Հայաստանում, Հայաստանը արդեն ավելի տեսանելի է գենոմ դիվերսիֆիկացման քայլերի, որոնք Ռուսաստանը մեկնաբանում է որպես իր հաշվին կատարվող գործողություններ եւ արդարացիորեն տեղի ունենում Հայաստանի կախվածության նվազում Ռուսաստանից, գիտեմ որ հակադարձեք, ասեք, բայց տնտեսական թվերը, այնուամենայնիվ ռազմական, անվտանգային եւ այլ շատ լուրջ կոմպոնենտներով։ Ես երբեք չեմ հակադարձում, ես հարցն իրավունք ունեք հարցը, որտեղ այդ հարց կարող է ծագել նաեւ մեր ռադիոլսողի մոտ։ Եվ ահա, տեսեք, ստորագրվեց մի շարք եվրոպական երկրների հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր, ստորագրվեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր, այսինքն մենք գործ ունենք Հայաստանի եւ արևմտյան երկրների հարաբերությունների բարձրացում մեկ մակարդակով ռազմավարական երկխոսությունից դեպի ռազմավարական գործընկերություն։ Երրորդ մակարդակը, գիտեք, դաշնակցությունն է, դաշինքն է ռազմավարական։ Եվ շուտով բառացիորեն առաջիկա շաբաթներին կստորագրվի նաեւ Եվրամիության եւ Հայաստանի նույնաբովանդակ մի փաստաթուղթ, որը լրացնում է ՍԵՊԱ-ն եւ կոչվում է ռազմավարական գործընկերության օրակարգ, այն պետք է ստորագրվեր մայիսին, բայց ինչ պատճառներով տեղափոխվել է ամռանը, եւ սա նույնպես մտահոգում է եւ ներքին դեսանտայիններին եւ նաեւ արտաքին աշխարհից, հատկապես Ռուսաստանին։ Հայաստանում սա մի դրսևորում է, բայց սրան էլ գումարենք, որ Հայաստանը ռեգիոնալ քաղաքականությունն էլ որոշակի ուրվագիծ է ստանում, խոսքս վերաբերվում է եւ վարչապետի կատարած այցին Թուրքիային, որտեղ ակնհայտորեն Հայաստանը առաջին անգամ ոչ այնքան լավ իրավիճակով եւ պայմաններում, բայց ինքնուրույնաբար սկսել է խոսել Թուրքիայի հետ, այլ ոչ թե զանգում եւ խնդրում է Ռուսաստանին իրանունից խոսել, եւ նաեւ տեսանելի հերանեկար կարող է լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, որովհետեւ ուրեմն դրա վերաբերյալ միջազգային շահագրգռություններ նկատելիորեն աճում են եւ բառացիորեն հնարավոր է որ Միացյալ Նահանգները մոտ ժամանակներում էլ ավելի բացասատարի կամ աջակցի դրան, ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, ահա եւ սա նույնպես մտահոգում է Ռուսաստանին եւ Ռուսաստանին սպասարկող ճակերտավոր քաղաքական բիզնես շրջանակներին, սա չորրորդ պատճառին չէ կատարվում Հայաստանում եւ վերջապես Հայաստանում օբյեկտիվորեն մենք ունենք արդեն 7 տարին
գլորող իշխանություն, որը եկել է հեղափոխությամբ եւ բնականաբար ունի եւ իրականացրած եւ չիրականացրած խոստումներ եւ հասարակության մեջ կան տարբեր գնահատականներ այդ պաշտոնավարման 7 տարիների հետ կապված, սա էլ օբյեկտիվ ուղղակի հասարակական հատվածը ու կա այդ քննարկումը հիմա ես կառանձնացնեի այս 5 խոշոր տրենդները, որոնք կատարվում են Հայաստանում եւ Հայաստանի շուրջ եւ իդեպ այն ինչին որ մենք ականատես ենք լինում, հա, եւ որը փորձում են այսպես ներկայացնել հանրությանը որպես եկեղեցի եւ պետություն հակամարտություն բացարձակապես նման պարամետր չկա, որ իշխանությունը որոշել է թույլատրել եկեղեցուն, բայց օբյեկտիվորեն տեսանելի է, որ այն խնդիրներ, որոնք ավելի շատ դիսկուրսներում քննարկվում են, կուսակրոնություն եւ այլն, այդքան էլ առաջնային խնդիրները չեն։ Ուղղակի դրա տակ կա շատ ավելի մեծ շերտ, ասենք դա ֆասադային, դա ֆասադն է, այո, կա ավելի մեծ շերտ, ինձ եւ ձեզ եւ նաեւ ռադիոլսողին հասկանալի պատճառներով իշխանությունը չի գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման եւ ասի, գիտեք, ես համակարգը մաքրում եմ ռուսական ագենտուրայից, նրանք էլ չեն կանգնի եւ ասեն, գիտեք, մենք ոչ թե հոգեվորական ենք, այլ ագենտ։ Այստեղ տեսանելի է, որ գործակալական մի հսկայական ցանց, որը արմատներ եւ ներթափանցումներ ունի եւ քաղաքական կուսակցություններ եւ քաղաքական համակարգ եւ իշխանություն եւ եկեղեցի ուղղակի վերջին ճիքերն են գործադրում, որովհետեւ օբյեկտիվորեն հասել ենք մի հանգրվանի եւ սա վաղ թե ուշ լինելու էր, որովհետեւ այլ պետությունների ազդեցությունը որոշումների կայացմանը չի կարող հավերժ լինել, առավել եւս եւ որ պատերազմի ընթացքում Հայաստանի հասարակությունը հականատես եղավ եւ զինված ուժերում եւ գլխավոր շտաբում եւ ռազմական հրամանատարության մեջ եւ քաղաքական էլիտայում արտաքին ազդեցությունների բազմաթիվ ներկրման փորձերի եւ Հայաստանի որոշումների վերահսկման փորձերի, որոնք շատ դեպքերում ճակատագրական ելք ունեցան եւ ահա տեղի ունենում նաեւ այս process-ը Պարզապես կողմերը որևէ մեկը դրա մասին չի խոսում։ Ես եւ դուք շատ ազատ ենք նկատելու եւ ասելու, որ մենք գործ ունենք այլ բանի հետ։ Գարեգին բային կամ Կտրիչ Ներսյանին մեղադրում են ոչ թե կամ ոչ այնքան կամ ոչ միայն կուսակրոնության համար, այլ շատ ավելի լուրջ պատճառ կա այսբերգի չերևացող մասը շատ ավելի լուրջ է եւ ես դեռևս 2022 թվականին Սոչիի երակողմ հանդիպումից հետո տասնյակ գրառումներ ունեմ, որ ըստ էության Ռուսաստանի վերջին համազարգը եւ վերջին ազդեցիկ գործոնը մնում է Հայաստանի եկեղեցին, հայոց եկեղեցին, որովհետեւ եթե բացեք եւ կարդաք Սոչիի երճակագիրը, կտեսնեք, որ Ռուսաստանը այնտեղ նշված ոչ մի մակարդակի վրա չի կարողանում ազդել, ոչ վարչապետի մակարդակի, ոչ արտգործնախարարի մակարդակի, ոչ հետազոտական կենտրոնների մակարդակի վրա, իսկ այդ բոլոր մակարդակներով հանդիպումներ եղան եւ Ռուսաստանը փորձում էր այդ մակարդակներում Հայաստանի նորից վերադարձնել երակողմ բանակցային ֆորմատ եւ մնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում միակ եւ մոնոպոլ միջնորդը եւ միակ խոցելի օղակը դա եկեղեցիներ, որը նույնպես նախատեսված էր, եւ այնտեղ կրոնական առաջնորդների խնդիր կա եւ մի զարմացեք, սիրելի եւ հարգելի ռադիոլսողներ, որ այս ամեն ինչը բռնկվեց ոչ թե այն բանից հետո, երբ Փաշազադեն ինչ որ բաներ հաչած ուրեմն կաթողիկոսի ասին, այլ որովհետեւ կաթողիկոսը եւ Էջմիածինը երկու հայտարարություններ առնվազն արեցին, որոնք արդեն ցույց էին տալիս, որ իրենք խոչընդոտելու են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը։ Մեկը կհիշեք, երբ վարչապետը այցելել էր Բալթյան երկրներ եւ այնտեղ, կարծեմ Էստոնիայում էր եկեղեցական ընդամենը համարձակվել էր ողջունել վարչապետին, խոսել խաղաղության անհրաժեշտությունից, խոսել Հայաստանի պատկանելությունից որպես եվրոպական քրիստոնեական համայնքի մաս եւ դրան հետեւեց կաթողիկոսի ու Էջմիածնի գրեհիկ
անթույլատրելի հայտարարությունը, որ դրանք այլ կերպ են մեկնաբանվում եւ այլն, սա ցույց էր տալիս, որ կաթողիկոսը ուղղակի խաղի մեջ է, արտաքին քաղաքականության խաղի մեջ է եւ հասկացնում էր, որ ինքը ոչ միայն չի խրախուսելու Հայաստանի իշխանությունների, ընտրված իշխանությունների դեպի թե նրանք այս իշխանությունները լինեին չընտրված իշխանություններ, ես ինչ որ մի տեղ կհասկանայի, ինչ որ մի անկյունում, չնայած բոլոր դեպքերում եկեղեցին չպիտի խառնվի աշխարհիկ գործերի եւ նաեւ հիշենք, որ եկեղեցին երբեք չի ընդդիմացել չընտրված իշխանությունների արտաքին քաղաքականություն։ Դա ասում առողջ սիրտ են կերել, իհարկե ոչ։ Գիտեք, նայեք, նախկինում էլ մենք դերսից ազդեցություններ ունեցել ենք մեր քաղաքական գործընթացների վրա։ Բայց երկրորդ պատճառը ավարտեմ եկեղեցու առաջինը ուրեմն դա էր, որ այն բանից հետո եւ որ Հայաստանի խորհրդարանը ընդունեց Եվրամիության անդամակցության որոշումը եւ որ Էստոնիայում վարչապետին դիմավորած հոգեորականը ուրեմն նման անմեղ հայտարարություններ արեց, որոնք արժանացան պարսավանքի եկեղեցու կողմից, ավելի ճիշտ հոգեվոր դասի կողմից, եւ երկրորդ պատճառը նա էր, եւ որ ըստ էության կաթողիկոսը որոշեց տապալել Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականություն այն առումով, որ Հայաստանը սկզբունքային դիրքորոշում է որդեգրել Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահության օրոք չայցելել, չմասնակցել Բելարուս եւ դա ինքը արեց։ Հիմա իհարկե փորձում են շեղել հասարակության ուշադրությունը, թե այս ամենը սկսվել է նրանից, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը փորձում է սպասարկել կամ կատարել Փաշազադեի պահանջները, ոչ, ուղղակի նրանք լռության են փորձում մատնել այս աղմուկի մեջ, որ խնդիրը շատ այլ դաշտում է եւ կաթողիկոսը ուղղակի շարունակում է գործել Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության դեմ, որովհետեւ այդպես է հանձնարարված նրան։ Եվ Սաֆարենկոն եկել ես էլ փորձեմ մասնակցել զրույցին։ Լավն հա, տեսեք, դուք ասում եք, որ ինչ-ինչ պատճառներով Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման չի գնում, հա, դուք ասացիք ագենտուրայի բացահայտում կամ ասենք այ SSSS մարդիկ ռուսական գործակալներ են պայմանական։ Բայց տեսեք, Սամվել Կարապետյանը կալանավորվեց։ Հասկանալի է, որ Սամվել Կարապետյանը չի կալանավորվել այն արտահայտության համար, որ ինքը արել էր։ Հակառակ դեպքում ենթադրում եմ, որ կալանքի որոշման դատը բաց կլներ, հրապարակային կլիներ, այնտեղ 2 ամիս կալանք չէին տա։ Հա, ենթադրվում է, որ այնտեղ այլ հանգամանքներ կան, այլ հանգամանքներ կան, այլ փաստեր կան։ Հիմա այսինքն տեսեք, այս մի սիտուատիվ բանով եմ ասում, հա, այս մի իրավիճակում գնում ենք սրման, այս մի իրավիճակով չենք գնում սրման, այդ ոնց։ Չէ, տեսեք, իրականում Կարեն Կարապետյան, Սամվել Կարապետյանի լավ տեղից բանացի, որտեղ նախորդ հարցին էլ պիտի հենց այստեղից պատասխանեի։ Նախկինում էլ մենք մեր ներքին քաղաքական գործընթացների վրա ազդեցություններ ունեցել ենք։ Ուղղակի հասարակությունը դրա մասին չի իմացել։ Նախկինում էլ այնպես չի եղել, որ Սամվել Կարապետյանը ձեռքերը ծալած նստել է Արա Աբրամյանի հետ միասին եւ չի ազդել Հայաստանում ընդդիմադիր իշխանական գործընթացների որոշումների վրա։ Ազդել են Հայաստանի անդամակցության որոշումների վրա, ազդել են Հայաստանի բազմաթիվ ընդդիմադիր շարժումների վրա, որովհետև ֆինանսավորել են դրանց առաջնորդներին, թույլ տվեք անուններ չասեմ, բայց դուք եւ ես եւ նաեւ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ չի հիշի մի դեպք, որ իրենք կամ կաթողիկոսը առաջին դեմքով իջնեն որպես խաղացող։ Սա նշանակում է այնքան լուրջավիճակը Հայաստանում եւ Հայաստանի հետ կապված, որ արդեն եթե նախկինում նրանք էին այստեղ որոշակի սուբյեկտներ գտնում, ֆինանսավորում, խաղացողներ գտնում, որպեսզի խաղը տանեն, որոշումների վրա ազդեն, իրավիճակը հանգուցալուծեն այնպես, ինչպես ձեռնտու է իրենց կամ իրենց քաղաքացիության երկրին, այլ հիմա իրենք են ստիպված անձամբ մտնել քաղաքականության մեջ։ Մենք արդեն հասել ենք այդ շեմին։ Հիմա դուք ասում եք Ռուսաստանի նկատմամբ վարչապետի կողմից կատարված քայլերը բարեբախտաբար անկախ նրանից ես կամ դուք համաձայն ենք նրա գրառումների ոճաբանության, բառաֆոնդի, բառամթերքի հետ, դա մի այլ խոսակցություն է, համենայն դեպս տեսանելի է, որ այս իշխանությունները
առիթ չեն տալիս Ռուսաստանին մեղադրելու հակառուսական քայլեր անելու մեջ։ Եվ երբեք այդ առիթ չեն էլ տվել հանուն արդարության։ Նույնիսկ պատերազմից առաջ որքան էլ շարժումներ եղած լինեին։ Բայց իհարկե Հայաստանի Հանրապետության իշխանությունները չէին կարող անտարբեր մնալ, երբ խոշոր գործարարը եւ ըստ այդմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր քաղաքական կենսագրության բահագին փաստերի զարգացումների դիրապետում ինչպես ես եւ շատ լավ գիտի ռուսական կապիտալի ավելի ստույգ ռուսահայ օլիգարխիատի անուղակի մասնակցությունների մասին Հայաստանում եւ չի կարող ուղղակի անտեսել որ ահա արդեն հրապարակ է իջնում ինքը ով նախկինում երբևիցե նախընտրել է միշտ մնաց ծվերում մասնակցել իշխանության ձևավորմանը ազդել Հայաստանի կայացրած որոշումների վրա եւ Հայաստանում կայացող որոշումների վրա նախկինում բավարարվում էին ընդհանրապես կարող էր մի հատ Մարգարիտա Սիմոնյան զանգահարել նախագահական եւ ասել խնդիրը այսպես պիտի լուծվի կամ մի հատ Սիմեոն Բաղդասարով կամ թեկուզ հայ ազգի բարեկամ համարված Կոնստանտին Զատուլին կամ Վլադիմիր Սալավիով նրանք կարող էին ուղղակի մեկ զանգ ունենալ եւ Հայաստանում այդ ուղերձը համապատասխան ձևով ընկալվում էր հիմա Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունը ընդհանրապես չեն կարող անտարբեր լինել որ եկել է մի միլիարդատեր անձնավորություն որը ակնհայտորեն այդպես հաճույք չի ստանում քաղաքականության մեջ առաջին դեմքով խաղալուց երբեք չի խաղացել երբեք դա չի արել մշտապես վայելել է իր ֆինանսները, բայց նաև ունեցել է քաղաքական ազդեցություն թե Ռուսաստանում, թե Հայաստանում, եւ ահա հիմա ինքը եկել ու վեհերանի բակից կանգնած հոխորտում է։ Իհարկե, դատակ իրավաբանական առումներով դատարանում նրա հայտարարությունները կարող են տարաբնույթ մեկնաբանությունների տեղ տալ եւ իրեն պաշտպանվելու տեղ տալ։ Հա, որովհետեւ համաձայն եք, որ եթե քաղաքական գործիչները տապալվեն, ապա մենք կմասնակցենք մեր ձևերով, մեր ձևերը ինքը կարող ասել, դե մեր ձևը օրինակ երկու բառն է, ասենք տաշիր մրցանակաբաշխությունն է կազմակերպելը եւ այլ, այսինքն կռուտ կոպիտ ասած թողից ներվի էս բառի համար կռուտի տեղ կա, որ բոլորս ենք հասկանում ինչ ասել ինքը, բայց ինքը կանգնում ասում է, չէ, ես ձեր ասածը չեմ ի նկատի ունեցել, ես տաշիր մրցանակաբաշխությունն եմ ի նկատի ունեցել, ես բարեգործական ծրագրերն եմ ի նկատի ունեցել եւ այլն։ Հիմա իշխանությունը չի կարող անտարբեր լինել եւ իշխանությունն էլ իր քայլերում այնպես է արել, որ այս ամեն ինչը մեկնաբանել Ռուսաստանի դեմ կատարվող քայլեր ուղղակի անհնար է։ Չնայած նույնիսկ եմ կրկնում, ոչ մի կողմ չի ասում իրականությունը, այդ ես ու դուք ենք քննարկում, որովհետև հրապարակում քննարկվում է կուսակրոնություն եւ այլն, մեր ձևեր եւ այլն, բայց ես նաեւ քանի որ 3 քննչական կոմիտեն մեզ բոլորից հայտնի ձայնագրությունները հրապարակեց նաեւ արգրաված այդ ծրագիրը 2004 թվականից մշակված եւ դեռևս կարծեք թե իրականացվող տեսանելի է որ Սամվել Կարապետյանը նույնպես այդ պլանի մի օղակներից մեկն է նրա անունը նույնպես կար պլանում որպես ուրեմն դրա մասնակից իհարկե այստեղ ինքը կարող է եւ իր պաշտպանները կարող են դատարանում ասել դե գիտեք ինչ որ մեկը մեր անունը գրել է մենք ոչի նշանակում այս զենք զինամթերքի զինապահեստի հետ կապ ունենք այդ քաոսի ենթադրենք Բագրատ Կալստանյանը ուզում էր հա Երևանը վերածեր մոխիրների այրվող ավտոմեքենաների ավտոբուսների չգիտեմ քաոսի մարտիկ տագնապ մեջ Բագրատներ ուզում հո մենք չէինք ուզում մեր անուննա գրել է հիմա բայց ես կարծում եմ քննվող գործում այնուամենայնիվ կա ավելին քան մենք գիտենք այլապես իսկապես իշխանությունը չեր գնա երկու ամսով կալանավորման որոշման Դե հիմա տեսեք, քանի որ տերմինը դուք օգտագործեցիք, ես երեկվանից շատ ուշադիր հետևում եմ այդ կռուտիտներին։ Հա, տեսեք, Գառնիկ Դանիելյանը սկզբում հայտարարում էր, որ դա լրատվամիջոցներից մեկի ներքնահարկում պատվալ բառը այս դեպքում չեմ ուզում օգտագործել նկուղում, հա, ներքնահարկում նկուղում, հա, արհեստական բանականությամբ ստեղծված ինչ-որ ձայնագրություն։ Հետո
պարոն Օրբելյանը, որ հիմա Բագրատ Սրբազանի պաշտպանությունն է իրականացնում, ասաց, որ չէ, ձայնը իրենն է, որ չէ, ձայնը իրենն է, բայց կոնտեքստից կտրված է, հետո ասեց, դե գիտեք ինչ կա այնտեղ մտագրոհ է, այսինքն brainstorming են արել, քանի որ ի վերջո նպատակը impeachment-ն է վարչապետին, դա նշանակում է, որ բնականաբար ընթացքում այդ ի հայտ ուժային սցենարները կմաղվեին, կքննարկվեին, դուրս կգային որպես այդպեսին, եւ այսպես անդադ շարունակ, որ զենքերը օրինական էին, թույլտվությամբ էին, այսինքն այդտեղ կապնելու տեղ չկա, եւ այլն, հիմա չկա օրինական զենքերը, դա այսինքն իսկ ով ասել, որ իշխանության զավթման ժամանակ չեն կարող օգտագործել ինչ անձանց ամրացված, չէ, դա հենց դա ցույց է տալի, որ գործ չունենք պաշտպանության հետ, հենց ցույց է տալի գործ ունենք կրուտիտի հետ, հա, լավ օրինակներ բերեցիք, որովհետև նախ ես վստահ եմ, որ պարոն Օրբելյանը որպես Փաստաբանական թիմի անդամ, նախ ուշադրություն դարձրեք, որ այս թիմին էլ պաշտպանում են գրեթե բոլոր նրանք, ովքեր պաշտպանել են նախկին իշխանություններին, Ռոբերտ Քոչարյան եւ այլն, բոլոր փաստաբանները, Կոչուբայ եւ մյուսներ, առանց բացառության։ Անունը դրել են իբրև թե այսպես համարցակ իրավաբանների, փաստաբանների խումբ, որը քաղաքական հետապնդվողներին բան անում, պաշտպանում, ներեցեք, դա կարող են ասել հիմարների համար, մենք դրանց շարքում չենք եղել եւ չենք լինի, այստեղ գործ ունենք ոչ միայն պատշաճ վճարման հետ կլիենտի կողմից, վստահորդի կողմից, այլ նաև գաղափարական նույնությունների հետ։ Եվ եթե պարոն Օրբելյան, ես վստահ եմ, որ պարոն Օրբելյանը հիմա, որ դատավարությունները սկսեն, որդեգրել նույն բանը, ինչ արեցին Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարտի 1-ով, թույլ չտվեցին մեղադրական եզրակացություն հրապարակվի, ամենատարբեր պատճառաբանություններով, փորիկը ցավում է, հիվանդա, ճիշիկը գալ, ներողություն եմ խնդրում, ամենաանլուրջ մահանաները բերեցին, որպեսզի մեղադրական եզրակացությունները չհնչեն, որպեսզի չիմացվի, թե ով ինչ ցուցմունք է տվել։ Հիմա իրենք փորձում են հանրային կարծիք ձևավորել, իրենք շատ նեղվում են, որ հանրությունը շատ adekvat ընկալեց այս ամեն ինչին, եւ ես ուրախ եմ, եւ ես իսկապես ցավը տանեմ մեր հասարակության, որը շատ ծանր հասարակություն է, բոլոր նաև փոքրիկ արատներին հետ մեկտեղ, ինչ որ բնորոշ է բոլոր ժողովուրդներին մոլորակի։ Բայց տեսամ, որ հասարակությունը չի ողջունելու տերորով իշխանության զավթումը։ Հիմա էլ ուզում են դա ներկայացնել, սկզբից փորձեցին իսկապես դա վերագրել որպես իշխանությունների կողմից սարքված ինչ-որ մի բան, բայց չեն կարող դա անել, որովհետև ներեցեք նույնիսկ այն ամենաոչ պրոֆեսիոնալները, ովքեր լսում են ձայնագրությունը, տեսնում են, որ ուղղակի նրանք մի սենյակում նստած են եւ ինչ որ միտեղ սեղանի տակ կամ չգիտեմ որտեղ տեղադրված է գաղտնալսող սարք, ձայների հեռավորությունը, ամեն ինչ երևում էր, որովհետև ամեն ինչ շատ բնական էր, շատ բացատրելի էր։ Երկրորդը այնպես չի, որ այդ ինչ որ խոսել են նրանք այդ սենյակներում անակնկալ էր մեր համար, մենք դա լսում էինք նաև ուղիղ եթերներից, ասենք Միքայել Աչապահյանը չի խոստովանել, որ ինքը պատերազմից հետո անդհատացել է ռազմական հեղաշրջում արեք, պատերազմի ժամանակ, նաև հետո պատերազմից հետո։ Չէ, պատերազմի ժամանակ է ինքը կոչ արել ռազմական հեղաշրջում։ Եվ այս կտրվածքով Գառնիկ Դանիելյանը կարող է այսպես միամիտ զարմացած կերպարանք ընդունի, վայ, ես երբեք Սրբազան հոր Բերանից այդպիսի բառեր չեմ լսել, ինչպես երեք դատարան, դա ինքը չի, իր ձայնը կարող է լինել, բայց գիտեք, ժամանակակից տեխնոլոգիաները փորձում են թույլ են տալիս ձեր ասած նկուղներում, ներքնահարկերում պատրաստել եւ այլն, ուրեմն Արամ Օրբելյանը մի փոքր ավելի փորձառու է այս առումով եւ հասկանում է, որ կրուտիտի տեղ չկա, որովհետեւ դատարանում կարող է վերջո դատական եւ փորձականություն նշանակվել իսկությունը ստուգելու առումով եւ կարող է եւ ես վստահ եմ, որ օպերատիվ հետախուզական գործողությունները, որոնք ծավալվել են դատարանի որոշմամբ, հա, եթե դրանք դատարանի որոշմամբ չլինեին, 3 կալանքի սանկցիաները չէին տան, նույնիսկ ձայնագրությունները չէին համարվի օրինական ձեռքբերված ապահովություն, այսինքն դրանք կարող էին իսկական լինել, իսկությունը կասկածի տակ չներ, բայց միևնույնն է, օրենքի խախտումով ձեռքբերված լինեին եւ փաստաբանները կառարկեին ու դատարանը չկարողանա նրանց կալանքի նշանակում է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում եւ դատարանները տվել են նրանց գաղտնալսելու
թույլտվությունը, նրանք տեղյակ չեն եղել եւ հիմա այդ հեքիաթներն են փորձում հորինել փաստաբանական թիմը, որ դե գիտեք տարբեր հատվածներ իրար կպցրել են ինչ-որ բան են ստացել, տարբեր օրերի խոսակցություններ են, անդադ մտագերոհներ են եղել, որ պահը իրանց ցերնտու եղել, դրանք միացրել են իրար եւ ստացել են այս այլանդակություն։ Այսինքն իրանք խոշոր առումով ընդունում են, որ այն ինչ կա ձայնագրության մեջ, դա քրեորեն պատժելի է։ Իրենք չեն հերքել դա։ Իրենցից որևէ մեկը չի հայտարարել, որ այ վայ գիտեք, բանը այն որ ասել են, որ ավտոբուսներ վառենք, դա օրինական է, դրա իրավունք ունի հասարակությունը։ Այն որ ասել են ավտոմեքենաներ վնասենք, վառենք, դա օրինական է։ Այն որ ասել են պատերի տակ մի քանի հոգու գյուլենք, դա օրինական։ Իրենք էլ են հասկանում, որ հրապարակված ձայնագրությունները արդեն որպես ապացույց դատարանի կողմից հաստատման դեպքում այդ մարդիկ ուղղակի մի քանի 10 տարի շալակելու են որպես պատիժ։ Եվ դրա համար հիմա փորձում են հասարակական կարծիք ձևավորել, ներկայացնելով թե իբրև մտագրողներ են եղել, մոնտաժ ուղղակի մոնտաժված է, ձեր ասած կոնտեքստից կտրված է, բայց դա էլ կտեսնենք դատարանում։ Ես քանի որ նույնից եմ կրկնում, հրապարակայինորեն իրենցից լսված արտահայտությունները եղել են նույն գծի մեջ, նույն տրամաբանության մեջ, այսինքն սահմանադրությունը խախտելով, սահմանադրական կարգը տապալելու եղանակով, իշխանությանը տապալելու մասին են եղել։ Իրենք պնդում են, որ սահմանադրական կարգ խախտելու որևէ մտադրություն չկա, կա օրինական գործընթաց, impeachment։ Այսինքն այս ամենը արվելու էր քաղաքացիական անհնազանդության տրամաբանությամբ, որը պետք է հանգեցներ impeachment-ի։ Երկուսն էլ օրինական զենքերի գործադրմամբ այնուամենայնիվ ու ես գրեթե վստահ եմ, որ միգուցե նույնիսկ իշխանությունը ամբողջ զենքերին էլ տեղյակ չի։ Ամբողջ հասարակությունը տեղյակ կա, որ նրանք այդ թիմը Ղարաբաղից պատերազմից հետո ահռելի քանակությամբ զենք զինամթերք բերել Հայաստան։ Բոլորը դրա մասին խոսում են։ Ու ես վստահ եմ, որ այդ օրինական զենքերը չեն միայն։ Այսինքն եթե Աստված մի արածե պետությունը գախատելու պահը գար, միայն այդ զինանոց չէին օգտագործելու։ Իդեպ ես մի բան ասեմ, նրանք այդպես նպատակել չեն դրել, որ բան անեն քաղաքացիական պատերազմ, այսպես մի արյունահեղություն բեմակացնել։ Նրանց խնդիրը եղել է, ծրագիրը ասում է տագնապի, հուսահատության, հիասթափության մթնոլորտի ֆոնի ձևավորում։ 0 փուլը, կարդացեք դա։ Դրա համար ինչ պիտի լինի, ասենք սպանություններ։ Ասում են ինչ որ հրապարակվել է, այդ փաստաթղթերը, որոնք հայտնվել են լրատվամիջոցի ձեռքում, հետո անցել են ազգային։ Սկզբից դա էին, երկու ասում են դա ChatGPT-ն է արել։ Հետո հիմա, եւ որ իրենց տներից արգրավեցին դա, հիմա չեն կարողանում ասել ChatGPT-ով իրենք են սարքել այդ ծրագիրը, թե իշխանությունը։ Հիմա արդեն չեն կարող ասեն իշխանությունն է սարքել, բայց հիշեք, եւ որ առաջի 2 օր առաջ հրապարակեց իշխանությունը ծրագիրը, իրենք առաջին դա արհեստական բանականությամբ իշխանությունը սարքել է եւ հրապարակել է։ Հիմա եւ որ իրանց տանից են հանել, իրանց տներից են հանել դա, բնօրինակ, պրինտերով տպած, ոչ թե քննչական կոմիտեի կամ ՔՊ-ի հրապարակած այդ սկանարված տարբերակներ բնօրինակ են հրապարակել, ինչ որ իրանք տպել են իրենց համբյուտերներից։ Հիմա արդեն դա էլ չեն կարողանում ասեն արհեստական բանականություն, այսինքն չեն կարողանալու հայ հասարակությունը նախ տեսեք, մենք ապրել ենք եւ հոկտեմբերի 27, որի ժամանակ այո հասարակությունը այդքան հասունություն չի ունեցել հասկանա թե ով կազմակերպեց, ինչու կազմակերպեց, ինչպես կազմակերպեց եւ շփոթը կարողացան մարսել, մոռացության տալ եւ պահել իշխանությունը, բայց նաեւ ունեցել են 2016 թվականի ծասնածռեր։ Եկեք խոստովանենք, որ որքան էլ հասարակության մի բավականին տեսանելի հատված գտնում էր խորենացու հրապարակում, միևնույնն է հայ հասարակությունը իր մեծամասնության մեջ չողջունեց ուժով խնդիր լուծելը։ Ես չգիտեմ հասարակությունը ինչ աստիճան հիվանդ պիտի լինի, որ ահաբեկչությունը որպես գործուն մեթոդ ընկա։ Ընդունեք, որ ես եւ դուք եւ շատ նորմալ մարդիկ արդեն չեն կարող ապրել այս հասարակության մեջ եւ անելիք չունենք։ Բարեբախտաբար այդ վիճակը չի, ուզում են այդպիսի հասարակություն ձևավորեն, ուզում են այդ հասարակություն տերորիզմը արդարացնող հասարակություն ձևավորեն, որովհետև տեսեք մայիսի 31-ին Հրանտ Մարգարյանը դաշնակցության հանկարծ որոշում է
վերաշրջանակի հոկտեմբերի 27-ը եւ ասում գիտեք դա տարավ պորտկման ժողովրդական պորտկման սրբազան պորտկման հետո սկսեցին խոսել ինչ որ քաղաքացիական պատերազմից, որը ես եւ դուք եւ շատ նորմալ մարդիկ չէին հասկանում։ Եկեք հասկանանք, եթե նույնիսկ մի պահ վերանանք, ընդունենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կռվում է Գարեգին Բեի դեմ, ոչ մեկս ոչ Նիկոլ Փաշինյանի համար մարդ կսպանենք, ոչ էլ Գարեգին Բեի համար։ Ասենք այն ժամանակ մենք չէինք հասկանում, ես ինչ քաղաքացիական պատերազմի մասին են խոսում, բայց բարձվեց դրա տակ պլան կա, դրա տակ զինապահեստ կա, դրա տակ գործողություններ կան, դրա տակ եւ կներեք էլի, լավ ենթադրենք մտագերո հերանում Բագրատ Սրբազանը։ Մի կողմ եմ դնում, թե որքան պատշաճողը Աստծո մարդու բերանից նման սատանայական դիվային բաներ։ Իդեպ գիտեք որ այդ մտագրողների ժամանակ շատ ընդունված է, չի ասել սատանայի փաստաբանություն եմ անում, այսինքն ես այսպես չեմ մտածում, բայց պատկերացրեք ես օպոնենտն եմ ձեր։ Ասենք հիմա ինքը ոչ թե սատանայի փաստաբանություն է արել, այդ նույնիսկ է դեպքում, այլ ինքը հենց սատանան է եղել։ Բայց արի վերանանք նույնիսկ գրանք Օրբելյանի ասած վարկածով։ Շատ լավ։ Մտագրող հերանում Բա որ մտագրողը ավարտվել էր հոգուտ իմպիչմենտի գաղափարին եւ որոշել էին, որ չէ մարդ չեն սպանում, մարդ չեն գյուլլում, բայց զինապահեստ էին ձևավորում։ Այսինքն մտագրողով կարծես թե պետք է գային այն մտքին Բագրատը սատանայի փաստաբանություն աներ եւ այլ, հետո գային բոլորով մի խելոք չէ տղեկ, ախր մենք սուրբ ազգ ենք, մենք սրբազան մարդիկ ենք, ոնց կարանք տենց սրբապիղծ բաներ խոսենք, ոնց կարանք մենք մեր ժողովրդին մտածենք, որ խորը անասուն ժողովուրդ է, ոնց կարող ենք մարդ սպանել, ոնց կարող է հայը հայի արյուն թափել։ Ենթադրենք ավարտվեց նրանով, որ ասին եկեք գնանք խմբերը ձևավորենք եւ գնանք փողոցներ գտնենք, սկսենք վիրավորել Վահագ Ալեքսանյանի մայրիկին, չէ՞ որ դա անում էին իր խմբերը։ Բայց ներեցեք, լավ ենթադրենք գնում էիք փողոցում իմպիչմենտ քաղաքացիական անազանության ակցիա եք անում, բայց զինապահեստը ի՞նչն է։ Բա ռացիաները ինչի համար են, բա դրոնները ինչի համար են, ռադիոկապը ինչի համար է։ Հիմա գիտեք մի բաներ են անում։ Հիմա էլ կպել են քնչականի տարածած այն խլապուշկաների են բաներից, քանի որ նկարների մեջ դա կա, փորձում են, այսպես ասած, անլրջացնել այնպես, ինչպես փորձում են անլրջացնել Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված մեղադրանքը, հիշում եք, ամբողջը հանգեցտ տուշոնկայի վրա, մոռանալով, որ այնտեղ կան քրեական գործեր, սպանություններ, մեղադրանքներ այդ մարդուն, ուրեմն հողերի հետ կապված պատմություններ, բայց տուշոնկան, ասենք, վերածեցին, հիմա էլ փորձում են քնչականի կատարած աշխատանքը առգրաված գողոնը այդ ապացույցները անլրջացնի, ասել խլապուշկան, չէ՞ որ ասում իրանք էլ էին այդ գունավոր ծխերից արձակում եւ սա ուղղակի նույնից եմ կրկնում շատ հայտնի ձեռագիր է առաջի օրվան, եւ որ պլանը հրապարակվեց, ասի, «Էս ինչ էշություն են գրել», բայց ես եւ որ կարդացի որպես քաղաքագետ, հեչ էլ էշություն չէր։ Այնտեղ բացարձակ ոչ մի էշություն չկար, ոչ մի պրիմիտիվիզմ էլ չկար։ Այնպես էլ մի հատ բան են արել, արհեստական բանականությունը իբր Չ կլասի տեքստեր հորինող բան է, ասում արհեստական բանականությամբ է ստեղծվել։ Հիմա ինչ բանականությամբ որ ստեղծվել է, Գառնիկ Դանիելյանի բանականությամբ է ստեղծվել, թե Բագրատ Գալստյանյանի բանականությամբ, թե արհեստական բանականությամբ է ստեղծվել։ Այդ պլանը քաղաքագիտորեն հիմնավորված է, բայց փորձեցին պրիմիտիվացնել։ Վայ, էս ինչ պրիմիտիվ է, չէր կարող այսպես լինել։ Հիմա եւ որ ապացույցներ եկան ձայնագրություններ, վայ, արհեստական բանականությունն է սարքել։ Հենց որ մի քիչ զադնի դրեցին, վայ, չէ, մոնտաժ են արել, կպցրել են իրար տարբեր օրերին, վայ, չէ, մտագրող է։ Ոչինչ, կգա ժամանակը եւ իշխանությունը պարտավոր է եւ ես ուզում եմ առիթ օգտագործել որևէ ձևով դուրս չգալու օրինականության շրջանակներից, որևէ գայթակղություն չունենալ ստեղծելու մի այնպիսի անլուրջ էլեմենտ էս գործի մեջ, որը փչացնի ամբողջը, որը փչացնի ամբողջ նախաքննությունը, հետաքննությունը եւ որը կասկածի տեղիք տա, որ իրականանում է քաղաքական հետապնդում, ինչպես որ բարձրաձայնում են բոլոր նրանք, ովքեր պարզվում է ընդունում են, որ տերորով կարելի է խնդիրներ լուծել, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյան, այդ թվում Ռոբերտ Քոչարյան, այդ թվում Սերժ Սարգսյան եւ մնացյալ։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Սթյոպա Սաֆարյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։